Շներս կերան, կշտացան, արև կողենանում։ Բարի օր սիրելի հետևորդներ ջան, կեսօրվա ժամերն արդեն, այսօր բարի լույս եմ ասել, հիմա էլ բարի օր ասեցի։ Աստված սեր է, Աստված բարի է, բարին Աստծունն է, սիրելի հետևորդներ ջան, մեր ժողովրդի խոսքն է։ Եվ այս բարի օրով նորից միացել եմ ձեզ, իմ գործերով, իմ զրույցներով, ուզում եմ, որ բոլորդ լավ լինեք, տեսնում եք իրացրավը շատ սիրուն է, անձրևաբերան պես չկան, թեթև քամի է փչում, մի քիչ սառն է այդ քամին, քանի որ դեռևս լալված է, ցնած է, այս կողմերը սպիտակ բամբակի ամպեր են, սև ամպեր չկան մի խոսքով, հանգիստ, խաղաղ օր է սկսվել։ Գնանք ուտելու մասին մտածենք, ես ուզում եմ ձվածեղ անել թարխունով, իսկ դուք մի ամոթ բան պատրաստեք և միացեք իմ ալիքին։ Լավ շոք է, այդ սառը քամին մի քիչ մեզ օգնում է հանգիստ ճնչել։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, ձեզ հավեսի բերեմ, հալած յուղով, իդեալ յուղն է։ Երկու ձու եմ ձվածեղ անում թարխունով։ Կողքին էլ պանիր, վարունգ, պամիդոր արդեն պատրաստ կլինի։ Մինչև յուղը կհալվի։ Ես կտրեմ թարխունը։ Ամեմ սամից չեմ լցնում, պահում եմ բարուկի ճաշի համար։ Այսքան շատ անձրևներից ու իմ բաղ ու բաղջի բերի հողից էլի շատ բալբայ աճել, կքաղեմ կամ կեփեմ, կամ էլ սառցեղ ցիկ կտեղավորեմ այդ ամենը օրվա վերջում, քանի որ շատ ավելի կարևոր գործեր ունեմ։ Ինչ գործեր պիտի անեմ, սիրելի հետևորդներ ջան, հիմա ուտելու մասին որ մտածում եմ, դուք էլ մտածեք, պետք է լավ սնվենք, որ կարողանանք մեր ֆիզիկական գործերը անել։ Սովածության, զգացողության մեջ չենք կարողանում հանգիստ աշխատել։ Այսպես։ Մի քիչ արագացնենք գործը։ Գործերը ինձ են սպասում։ Այնքան որ այս յուղը հալվի, չեմ թողնում որ շատ դաղվի յուղը։ Քանի որ այս ձվածեղի տեսակը դա է պահանջում և նույնիսկ կարող եմ արդեն սկսել։ Իմ հավերի պարգևածուն լվացել եմ և տեսնում եք, որ չեմ կոտրել։ Հիմա մի անգամից այստեղ հորավի մեջ ապել աղ էտվարնում ենք տարածում ենք, թարխունն ենք լցնում և կարող ենք անջատել գազօջախը։ Թավայի տաքությունից արդեն կլինի։ Այս ինչ լավն է, սիրում, մի հատ սենց հավաքում եմ իրար և պատրաստ է թարխունով ձվածեղը։ Սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ ափսեի մեջ չեմ լցնելու և հենց թավայից պատառով անուշ եմ անելու, ամենախամով տարբերակն է և հացն եմ բերում։ Հիմա թավան ինձ եմ մոտեցնում և մատնաքաշ հացով ձեռքով եմ կտրում և ձեզ հավեսի եմ բերում։ Այս սենց հավեսով պատառով անուշ եմ անելու։ Շերեփի օգնությունով պատառ եմ անում և անուշ անում։ Ուխ, բա բույրը, գնացինք։ Եղանակը շարունակվում է լավ մնալ, եկել եմ Բաղչեն, հավերի մախոտ հնձելու, բայց հնձելը բրախել եմ, ավլուկ եմ քաղել,
Այս կողքին էլ կա, գնում եմ էդ էլ քաղեմ։ Մի հատ լա նայեք, այս կարտոշկեն ոնց ասենց մեծացել, հավասարվել։ Ու ստեղ այս կողքով անցկենամ, առանց վնասելու կարտոշկի մերերին։ Վախ, կոկոմելա, կոկոմները մեծացել է, մոտեցնեմ ցույց տամ, սիրելի հետևորդներ ջան, հեսա։ Այ, տեսակ։ Քամուծորոր շորոր են գալիս ու լրիվ այդ վիճակն է, կոկոմածա, հենց որ ծաղկում է, սիրուն ծաղկե դաշտ առաջացնում իմ կարտոշկի մերերը։ Հիմա այս կողմը, որ խոտ առատոր են բոյակաշել, օրեցօր, ժամեժամ, քշեր ցերեկ։ Հեսն անց եմ կենում, որ գնամ հասնեմ այնտեղ։ Հեսա տեղերը գիտեմ, թե իմ բաղչում, որ դիավլուկը աճում, հեսա, հասա, ընտիր, փարթամ, ու սրանց նմանները քաղել եմ, այ ես ավլուկը, ես մի թուփ, 2, 3, ես մեկն արդեն կոկոմա գցել, հեսա, դե ես սկսեմ քաղել, այն մի փունջը ներքևը թողել եմ, բալկոնի տակին բոճկա կա դրած, բոճկի գլխին եմ դրել, ես էլ քաղեմ, հազիվ քաղել եմ, իրար հետ կհուսեմ, ես ինչ լավն է, փարթամ, պլպլան, դեռ չի ճիճոտվել, քանի որ մի քիչ որ թողանք, ինչ որ մի միջատ գալիս ու սրա վրա ձու ա դնում, զարգանալու նպատակով, մենք էլ ուտելու նպատակով քաղում ու անուշ ենք անում, այդ վերի մասը չեմ քաղում, որ ծաղիկ տա սերմակալվի, հետո այս մեկը, Սենց հավեսով, ես ինչ է պապուկա է, մեղուն աշխատում է, մեղվի բզոցը գալիս է, այ տեսակ 2 թփից ինչքան քաղեցի, ու դեռ քաղում եմ, մանավանդ տարին էլ որ անձրևային էր, այսենց փարթամ աճելա, էլի ես վերևի մասերը թողնում եմ, որ կոկոմի, հետո անցնում նույն եղանակով, այս մեկը քաղեմ, որի կոկոմն արդեն այսքան մեծացել է, միշտ թողնում եմ սերմակալվում է, որ տարածվի, լսում եք մեղուների բզոցը, մի հատ ուշադիր լսեք, այս մի թերն էլ քաղեմ, ինչ եղավ, հեսա պոչը, արի ստեղ, ես մի ձերքով պահեմ, ու հեշտ քաղեմ, սիրելի հետևորդներ ջան, ամեն ինչին էլ ճար կա, գնացինք, մեր եկած ճանապարհով, հետ ենք գնում, ես տեսա, ստեղ մեկն էլ տեսա, ես քաղածս էլի պահեմ, ու ես էլ քաղեմ, այս սենց փարթամ, մատխաշ, վսյո գնացինք, այ թազերն ես ոնց հա, օրեցօր մեծանում, սիրելի հետևորդներ ջան, մի հատ լա նայեք, արևի շողկը ընկել ավրել ու փայլում ա ուղակի, արևի շողերից, գործը շատ ա գնացինք, այս մեկն էլ ու լրիվ մեծացել եմ, այս լագանը կոտրված ա, բայց օգտագործում եմ, այս էլ իմ գերանդին, ոյ, ամփուշմոշը ծաղկել ա, վայ, քիչ էր մնում վնասեմ գերանդիով, այս ինչ լավ ա, տեղը սիրել ա ուրեմն, որ ծաղկել ա, հեսա, խոշոր ծաղիկ, 2 հատ, մեկն էլ ստեղ, այս տարածքից եմ խոտ հնձելու, սիրելի հետևորդներ ջան, և քանի որ ստեղ եմ, ստեղ խոշոր թթի ծառ ունեմ, սպիտակ թթի ծառ ունեմ, մի հատենակ, ինչքան ա մեծացել, մնացածները կողքից նայում եմ, չեն ծաղկել, այդ մի թուփներ ծաղկել, լավ էլ խոշորացել ա թութը, այսա մոտենանք, այսա, ընտիր, շատ լավ մեծացել ա, ուղղակի այս անձրևները շատ վնասեցին,
Շուտով թութն էլ կհասնի մի խոսքով, այսենց, իմ թթենու ծառը, ուրա գագաթը, հենա։ Կոլա հանել, ես կոլերը հանեմ, ես կակաչա, լոբա կոլա, շատ գործում եմ։ Մասը մի հատ ազատ է, շատ կրացած է չի չոքին, այսքան տեղից է, սրա որքն է այսքան շատ քոլակալվել, մնացածը լավն է, ես հետո ավելի լավ կմաքրեմ իստեղ, չնայած հետո ասելով, գործերը որ շատ է, մի տեղը որ անում եմ, մի տեղը մնում է, ինչ արած։ Ամեն դեպքում ահագին բացարի էլի իրավերքը, հեսա, չգա փաթաթվի ես լոբակոլը, արդեն կպել է, հեսա։ Ես որ փաթաթվում է, չէ, արդեն խեղդում է բույսերին։ Իմ հավերը մի սրանց կուտեն, ես, անց կենան հնձելուն, ստյանը սկսեմ, բակար, բայց անց էր կացել, հնձեցի, հեսա, սայ, բայց ոնց որ ես մի հատը լավն էր, մի կողքի դնեմ, ու հնձեմ, առաջ ես մասը հնձեմ, որ փափուկ ֆողի վրա գալիս է, էլի քոլը, ոլախոտը դպա փափուկ գետին նա գնում, որ տաբույցի նման այդտեղ զարգանա, Փաստորեն ստեղին բալբաների թալ է նա, բայց ես հնձեցի, մի հատ ստուգ եմ, ես մի հատն էլ հարթամները վերցնեմ, չէ, սրանք անց են կացել, այն կողքին լավը կա ավելի թարմը, ավելի մատխաշ, մի քնձեմ, ստի բացում եմ, մի քիչ հատեղիցը ահագին է լավ, հեսա։ Այս լոբակովն էլ ենքան կպչի կա։ Մի հատեղ գերանդին տամսը հենց, այսենց։ Ոնց որ թե լրիվ պոկվեց։ Ես լագանը լսնեմ, որ չոտկեմ, Տեսը բերեմ իմ ծակ լագանը, մի քիչ էլ հնձեմ, շատ էլի քիչ չլի, ստի տեղը գլխավերա, ստի էլ կաբալվենի, հնձում եմ, թազա դուս կգա, ավելի մատխաշ կքաղեմ, մեր ամոթնում, բայց անձրև չտված, ենքան անձրև տեհանք, հերիքա, մի քիչ էլ արև տենակ, մինչև թտնքին գամ, այսքան տեղով, մռիվ կտրեցի, որ էլ մինչև նաջի չի հասցնի էլ գնա, Մոշի թփերին փթաթվի, ես էլ գերանդ վիթիրով հվակեմ հեշտ ու հանգիստ,
շատ են կչկչացել։ Մի ուրիշ ձևի տարօրինակ շատ կչկչացել են։ Լավ մի որ գնանք, կտենանք սուտի են կչկչացել։ Թե ինչ-որ մի բան կա։ Քանի որ պատահում է, որ հավը սուտի էլ է կչկչում։ Մի ծիտ էլ անց հակենում, խրտնում է, կչկչում։ Էսել է, սստել կաբալ բան ցակացել։ Մի խոսքով մատխաշ բալբենին են միկրաննա։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, քանի որ լագանը լցվեց, գերանդի նստի թողում եմ, որ են մի ժամին, ռիկվա ժամին են այլ գերանդին բերեմ, ոչ ստի թտնկուցը կախ եմ անում, հեսա։ Գնացինք թե, գնանք հավերին խոտը տանք, տենանք լայթ խեն, այդքան շատ կչկչացել։ Լավ էլ ծանդրնա։ Այս մի բան բենել եմ է, ստի գծում հավերը սուտում են, ասեմ տերևն ուտում են։ Հետո այն կողքից մատխաշը կքաղեմ մի անգամից։ Այս ինչ եք շարք կաունել, ճամփա եք պհում, բեի ձեր պայխոտը, այս իրանց պայխոտը, այս էլ իմ կաղած ավլուկը, որ այս ընթացքում հուսեցի, այ այսքան հուսելավ, սիրելի հետևորդներ ջան, կչորացնեմ, սա չոր վիճակում ավելի լավն է, չնայած որ ասվում է, որ ես չեմ փորձել, որ ավլուկը գեջ վիճակում նույնպես լավ համով աղցանալում, ես չեմ փորձել, ես չոր աղցանին եմ սովոր, այսինքն որ ավլուկը չորացնում ենք, հետո նոր աղցան ենք անում, եղուսոխը դաղ ենք անում, նախորոք էպած ավլուկը կտրատում, խոժոր, հետո սխտորամացնով անուշանում, դենն ու դենը մեշոկով կաղեի սարերիցը, լավ միմին ես խոտը տամ, լատենամ սրանք, էդ ուր ես կնում էի, հեյ, դուս կալ ես ուզում, պրծավ ձեր դուս կալը, խոտը տամ, հետո լատենամ, սուտ են կչկչացել, հելը իրականում, հավը որ կչկչում է, միշտ որ խանում ենք, ասում ենք, էտա ձու են ածում, շատ վաղ գալիս ենք, սուտ ալում, ձու չի իլում, հեմի կստուգ ենք իրար հետ, բայց սիրելի հետևորդներ ջան, ես թե գերանվով եմ խոտը հնձում, թե են սուսուփուս, այդ ձենն էլ շատ նենց մի ձևի հավ է սա էլի, հանգստացնող է, բայց այն ինչ որ այդ գործիքները կա, չէ, որ բենզինով է աշխատում, այդ ինչքան են աղմկում, մանավանդ են կողքին, հարևանս շատ մոտիկ էր էլի, այդ իրանց բաղ չեն հնձում էր, ու այդ ձենից անհնար է, որ դրսում մնալ մի գործ անել հանգիստ, այսքանն էլ տամ, դե կերեք, այդ շարք կանգնեցեք, աչքիս ես քիչ էլ ավայ, դե կերեք, ձեզ թե նենց մնել տին հնձել, ոչ էլ թե քիչ ահլադեսը, տարբեր տեսակի, տեսականին շատ է, կղղալե կերեք հմի, այսքան չրչարվում եմ հլատենամ, դուք ինձ ինչ եք տվել սոր, բարյախոր ժակավերին, բայց ժամը 3-ի կռներն է, սիրելի հետևորդներ ջան, ջան, հլատենանք, դեր ծորին տալը ժամը չելի դրամայում ասում աման չեմ բերել, եթե շատ կլի փեշումս կհվակեմ, գնացեք, հավիկները,
Փաստորեն խափել չեն։ Սիրելի հետևորդներ ջան, փեշս լիքը ձու են բերում։ Գնա լազան։ Դուս չգար։ Այս ինչ հավեսեր։ Պատկերացնում եք թորներս կան, իրանք կանցուն հվակելու։ Ասենց փեշները լգցնեն ու դուս կան։ Սիրելի հետևորդներ ջան, բուճ ուրեխի նման փեշս լցրի ու եկա։ Փաստորեն հավերս այ այսքան 9 հատ ձու են ածել։ Ժամը 3-ի կռներն է, տոչնի գիտեմ ոչ քանիսն է, կարող է դեռ էլ ածեն։ Շատ լավ է, ուրեմն այսքան չրչարանքը ստեղին էր։ Դե գնանք տուն մի բաժակ կոֆե փենք խմենք իրար հետ։ Գնացինք։ Ավլուկիս հուսն էլ տանիմ է, ու տա հանչանեմ ստի։ Մի հատ փեշից ձունը ստիշարեմ, սիրելի հետևորդներ ջան, այս 12 ձուն էլ գնացել։ Մի խոսքով հավերս արդեն աչքից ձու են ելել։ Շարքով ստի սիրուն շարեմ և վաճառքի ձու եմ ունենում արդեն, շատ լավ է։ Ամեն չափի էլ կա, ամեն գույնի էլ կա։ Այս մինն էլ թազա է, նոր հավաձու ելել, հեսա առնոտ է, այդ նշանա, որ թազա հավաձու ելել։ Այսպես, իսկ թե այս մինը խի է այսքան ծխոտ, ես գլխի չեմ։ Ուրեմն պետք է խոտ ավելացնեմ, քանի որ անձրևնի էր եկել, այդ տարածքը ռավոդետ ցեխ է ելել, հետո արևը դուս է եկել ցմաքելա, արդեն այս մնացածնին պլպլան, խոշոր, կարմիր։ Լավ է, դե գնանք կոֆե եփենք։ Հենց որ գալիս եմ տուն, խաղաղությունն է տիրում իմ տանը, քանի որ բոլոր դրսի աղմուկները չի լսվում տանը, լուսամուտները փակ են և որ լուսամուտները ապահովում են հանգստություն, խաղաղություն։ Սիրելի հետևորդներ ջան, այս վլոգս այս նպատակով չէի ծրագրել, որ այս ձևով շարունակեմ իմ վլոգը, խոտ հնձեմ, զրից հանեմ, ավլուկ քաղեմ, մի փեշ ձու հվաքեմ, լրիվ ուրիշ նպատակ ունեի այսօր և այդ վլոգս, որպեսզի դուք սիրով սպասեք, մյուս վլոգում ցույց կտամ և կիմանաք որն էր իմ այսօրվա նպատակը, որ փոփոխեցի ու սենց մլոր տալով, մի քիչ սպասելով, որ այդ աղմուկները կորչեն, քանի որ երբ որ կողքից աղմուկներ ա լինում, միշտ ասել եմ, չեմ կարողանում այդ աղմուկի տակ հանգիստ լինել, հատկապես որ ձեզ եմ միանում և ուզում եմ ձեր հետ հանգիստ զրուցել, որ դուք էլ և իմ զրույցը լսեք և բնության ձայները լսեք և հաճույք ստանաք իմ վլոգը դիտելով, փոփոխության ենթարկեցի, սիրելի հետևորդներ ջան, այդ պատճառով ու սենց մլոր տալով, էլի ինչ որտեղ կարծում եմ հավես վլոգը ստացվեց և ձեզ դուր կգա, հատկապես այն պահը, որ փեշով ձուն հավաքեցի։ Հիմա, որ իմ կոֆեն շուտով կեփի, սիրելի հետևորդներ ջան, որ այսօր այդ ելակները անուշարեցի, մի 4 հատը պահել էի այստեղ, սիրում եմ նման բաներ անել, որ հաջորդ պահին էլի բերանի համտես ունենամ, չնայած և պաղպաղակ ունեմ, և մրգեր ունեմ, և շոկոլադներ ունեմ, բայց առաջ ելակը կվայելեմ, որպեսզի երկար չի դիմանա։ Հիմա, սիրելի հետևորդներ ջան, նայ մի խնդրանք ունեմ ձեզ, խնդրում եմ ակտիվ եղեք, անկախ նրանից, թե իմ վլոգի վերնագրերը ինչ կկարդաք դուք, ապա բոլորի կխնդրեմ ակտիվ լինեք, որպեսզի լայն տարածում գտնի, և ես էլ զգամ իմ կատարած գործի իմաստը, ես էլ իմ գործի պտուղները քաղեմ և ինձ լավ զգամ։ Սիրով եք ինձ սպասում, շատ լավ գիտեմ, շատ եք ինձ սիրում և հարգում, շատ լավ գիտեմ և այդ պատճառով նորից ու նորից և միշտ շնորհակալություն բոլորիդ սիրելի հետևորդներ ջան, որ իմ կողքին եք, միշտ ուրախ եղեք, առողջ եղեք, լավ գործերի մեջ եղեք։ Իմ կոֆեն եփեց, հիմա ես իմ կոֆեն իմ տանը խաղաղ հանգիստ վիճակում, ես իմ կոֆեն կվայելեմ։ Հետո, եթե դրսի աղմուկը հանդարտած լինի, այդ աղմուկները խանգարող հանգամանքներ չլինեն, որ ես կարողանամ իմ սրտի վլոգ պատրաստել, գիտեք դա ինչ է նշանակում, երբ որ մարդը իր սրտի գործ է անում, կապ չունի, թե ինչ, և կարողանամ ձեզ մատուցել
շատ մակարդակով վլոգներ, գյուղական կոլորիտ, գյուղական առօրյա, որը ես եմ ապրում իմ հարազատ գյուղում, իմ ծննդավայրում, իմ շնորհում։ Դա ինձ սիրելի հետևորդներ ջան, ավարտում եմ վլոգս եւ սպասում եմ ձեր ակտիվ դիտումներին։ Առայժմ մինչ հաջորդ վլոգ։